Ինչ զբոսաշրջային հետաքրքրություններ ունի Հայաստանը եւ ինչու այցելել մեր երկիր։ Այս հարցերին Դոհայում պատասխանում են զբոսաշրջության ոլորտի հայ մասնագետները։ Հայկական գաստրոնոմիա, գորգագործություն եւ ձեռագործ մշակույթ, խոհանոց, զբոսաշրջային ամբողջական առաջարկ։ 3 օր կատարում զբոսաշրջության կոմիտեի եւ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները մասնակցում են Qatar Travel Mart ցուցահանդեսին։ Եվ պետական մակարդակով հանդիպումներ են ունենում եւ իհարկե, որը շատ կարեւոր է եւ ինչի համար կառուցվել է այս տաղավարը, բիզնեսն է նոր B2B հանդիպումներ ունենում եւ նոր համագործակցության հուշագրեր ստորագրում կամ պայմանագրեր հետագայում հուսով ենք դրանք կդառնան։ Այո, նպատակը դա է, որքան էլ որ մեզ թվում է, թե Հայաստանի մասին բոլորը ամեն ինչ գիտեն, բայց եւ նոր առաջին անգամ ես գալիս նման հեղինակավոր միջազգային ցուցահանդեսների, հասկանում ես, որ շատ գործ կա անելու եւ Հայաստանը տարբեր կողմերից ներկայացնելու շատ լավ հնարավորություն է ստեղծվել, հատկապես մենք այս տարի ազատականացրեցինք վիզաները 5 երկրների համար, արաբական երկրների համար եւ հիմա պետք է շարունակական աշխատանք տանենք, որ այդ ազատականացումը տա իր արդյունքները։ Հայ զբոսաշրջիկները այցելում են Կատար։ Նպատակը այն է, որ Կատարից էլ Հայաստան զբոսաշրջիկներ այցելեն, հատկապես որ կան ուղիղ չվերթներ մոտ 3 ժամ տևող։ Քանի որ ձմեռը մոտենում է, մասնագետները տաղավարում Հայաստանը ներկայացնում են նաև որպես ձմեռային զբոսաշրջության երկիր, որովհետև ձմռան եւ գարնան առաջին ամիսներին տուրիստներ ներգրավելու խնդիր կա։ Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները նշում են, շատերն են մոտենում եւ հետաքրքրվում Հայաստանով։ Հիմնականում մեզ թվում է, թե Հայաստանը շատերը գիտեն, բայց շատերը հարցնում են, որտեղ է գտնվում, ինչ առանձնահատկություն ունեք ու երբ որ իմանում են, որ մենք ունենք բնություն, հրաշալի տեսարաններ, դա իրան շատ է ուրեմն ուրախացնում եւ առաջիկայում իրենցից սպասում են, որպեսզի իրենց հետ համագործակցելով մեր գործընկերների հետ Կաթարցի ներգրավենք, բերենք Հայաստան բավականին շատ տուրիստներ։ Մեծ հետաքրքրություն կա եւ որը մեզ ուրախացնում է, քանզի արաբական աշխարհը բավականին մեծ շուկա է եւ եթե մենք կարողանանք ճիշտ քայլերի հաջորդականությամբ տվյալ շուկայում տարիներ շարունակ աշխատանք տանենք, մենք կունենանք այստեղից բավականին քանակությամբ զբոսաշրջիկներ, որովհետև այստեղի զբոսաշրջիկները վճարունակ են, այստեղի զբոսաշրջիկները նախընտրում են բնություն, այստեղի զբոսաշրջիկները նախընտրում են բարձրակարգ հանգիստ, որը հենց այն է, ինչ մենք կարող ենք առաջարկել Հայաստանում։ Մասնագետները նշում են, ցուցահանդեսը օգնել է հասկանալ, որ արաբական աշխարհում Հայաստանը ցանկալի զբոսաշրջային ուղղություն է։ Մենք դա շատ լավ գիտեինք, բայց մեր համար հաճելի անակնկալ էր, որ քաթարցիները եւ ընդհանրապես արաբական ծոցի քաղաքացիները այս պահին շատ մեծ հետաքրքրություն ունեն մեզ այցելել։ Մենք Հայաստանը փորձում ենք ներկայացնել որպես հետաքրքիր ուղղվածություն, որտեղ կան եւ հարուստ մշակույթ եւ հետաքրքիր խոհանոց, որը իրենք կարող են փորձել երիտասարդներին, հրապուրում ենք հենց մեր զիպլայններով, հայքինգներով, թրեքինգներով, որը թույլ է տալիս ինչ որ միտեղ Հայաստանը ներկայացնել նոր ուղղվածությամբ։ Մենք գտնվում ենք պատմամշակութային հուշարձան հանդիսացող Կարմիր կամրջի հարևանությամբ, ինչն է հետաքրքիր հյուրերի։ Մենք կարողանում ենք ներկայացնել հայկական մշակույթը մեր հյուրերին, այսինքն մեր ճարտարապետությունը հայկական է, պատմամշակութային կամուրջը հայկական, իդեպ վերջերս եղավ բացումը։ Այսպիսով Հայաստանը այս տարի արդեն 7-րդ անգամ է ներկայանում նմանօրինակ ցուցահանդեսում։ Այդպիսիք տեղի են ունեցել ինչպես արաբական, այնպես էլ եվրոպական երկրներում։ Ըստ մասնագետների նման միջոցառումները հնարավորություն են տալիս ապահովել Հայաստանի ճանաչելիությունը համաշխարհային զբոսաշրջային քարտեզում։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր, Դոհա։